Սարգսյանը այսօր ադրբեջանական կողմից նոր հայտարարություններ են հնչել, մասնավորապես Իլհամ Ալիևը նշել է, որ հայկական կողմը չակնկալի գերիների վերադարձ, նրա խոսքով ծանր հանցագործներ են, այս մասով ինչ կասեք։ Ճիշտն ասած, այսօր դեռ չեմ հասցրել մամուլին ծանոթանամ, հետո կմեկնաբանեմ, եթե անհրաժեշտություն լինի։ Առհասարակ փոխնախագահի ամենափոխնախագահացից հետո Հայաստանի կարծես մի փոքր հույս էր առաջացել, որ հնարավոր է նաև այնտեղ բանակցություններ լինի եւ վերադարձ։ Կարծում եմ բանակցություններ դեռ շարունակվում են եւ բանակցությունները չեն ընդհատվել։ Նաև հայտարարել է, որ խաղաղության հաստատող նկստորագրի եթե Հայաստան սահմանադրություն նորից կրկնեմ, դեռ չեմ ծանոթացել եւ ձեր մեկնաբանմամբ չեմ ուզում փորձեմ մեկնաբանել այլ խոսք։ Սահմանադրության փոփոխությամբ կարծում եմ զբաղվում ենք հենց հեղափոխությունից հետո եւ մեկը մյուսի հետ կապ չունի, մեկ հայտարարությունը մյուս հայտարարությունի հետ։ Եվ 18 թվականից աշխատում է սահմանադրության փոփոխության հանձնաժողովը եւ իր աշխատանքներով ոնց որ նախարարն ասել, մարտին սահմանադրության տեքստը պատրաստ կլինի, կտեսնենք ինչի օրային աշխատել եւ ինչ փոփոխություններ են մեզ առաջարկում։ Խնդրահարույց կետեր չեմ փորձի այսօր գործող սահմանադրությանը որևէ կերպ քննադատել, դրա համար զերծ կմնամ, իսկ խնդրահարույց կետեր այո կան, որովհետև այս սահմանադրությունը նորից հիշում ենք, թե ինչ պայմաններում է հաստատվել։ Չեմ կարող ասել մարտը ինչ տեքստ կլինի, նոր արդեն կսկսենք խոսել։ Եթե պարոն վարչապետ նման հայտարարություն է արել, ուրեմն հիմքեր ունի նման հայտարարություն անելու։ Այսինքն եկեղեցին առհասարակ չեք տեսնում, որ ուզում էր ժողովը անել Ավստրիայում։ Ընդունված պրակտիկա երբ է եղել անկախության ժամանակ, չեմ հտաբերում նման բան, բայց որովհետև ըստ Մայրաթողի իշխանությունները ճնշում են այստեղ ժողովը իրականացնելու համար հոգևորականներին ճնշում են։ Իշխանությունները որևէ մեկի չեն ճնշում։ Եպիսկոպոսների մուտքը արգելքը նաև սահմանվեց երկրից դուրս գալու։ Եթե որոշ եպիսկոպոսներ իրենց պահային օրենքի սահմանում եւ նման քրեական գործ չէր հարուցվի եւ արգելք չէր տրվի։ Ում նկատի ունեք, որ օրենքի շրջանակում իրենց չի պահում։ Օրենքի շրջանակում են եպիսկոպոսները, վրա քրեական գործ է հարուցվել, անձամբ նրանց չեմ ճանաչում եւ դատական ակտը չկատարելու համար քրեական գործ է հարուցվել, խոչընդոտելու համար նույնիսկ։ Բայց 5 սրբազանը, առավել քան 5 սրբազաններին եւս արգելք կա երկրի բացակայելու եւ քրեական գործը մասնաճյուղի նախկին թեմի առաջնորդի կարգառույց անելու որոշումն է գրավում։ Նման որոշումը նաև խոչընդոտում է մեկ այլ դատական որոշում, չէ՞։ Այդ իշխանությունը չի մեկնաբանում, դատարանն է մեկնաբանել։ Բայց աշխարհի պետությունը իրավունք ունի միջամտելու։ Իհարկե իրավունք ունի։ Աշխարհիկ պետություն դատարանը իհարկե դա Հայաստանի Հանրապետությունում գործող կառույց է եւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կառույց է։ Բանա օրենքից դուրս է գործում այդ կառույցը։ Բոլոր կառույցները, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, գործում են Հայաստանի Հանրապետության օրենքների հիման վրա։ Պետք է ստորագրեն իմ կարծիքով։ Իհարկե։ Եթե աշխատավարձ են ստանում, ուրեմն պետք է ինչ-որ հիմքի վրա ստանան, չէ՞, այդ աշխատավարձը։ Ինձ կարծում եք բանաս Աստծուց սնունդ են ստանում եւ ապրում են։ Աշխատավարձ են ստանում, ընտանիք են պահում, չէ՞։ Չեմ զբաղվել, բայց ակնհայտ է, չէ՞, որ աշխատավարձ են ստանում։ Օթից են ապրում այդ մարդիկ։ Ուրեմն այլ եկամուտ է, ստվերային եկամուտ է։ Բասացյան, օրինակ ես մանյան, չգիտեմ, հասնի կարող եմ որոշել, որ Նիկոլ Փաշինյանը ենթադրենք Սուրեն Պապիկյանին պիտի հեռացնենք, որովհետև ճիշտ որոշում չի։ Ու գնանք դատարան դա վիճարկենք։
Դուք ազատ եք որպես Հայաստանի քաղաքացի յուրաքանչյուր կարծիք հայտնելու։ Կարող եք նաև դիմել դատարան, բայց արդյոք դատարանը կընդունի ձեր հայցը թե չէ, դա է խնդիրը։ Մենք էլ դա ենք ասում։ Եթե ընդունել է դատարանը, ուրեմն բոլոր անհրաժեշտ կետերը եղել են ընդունելու։ Եթե որևէ կետ չի պահվում, դատարանը հայցը չի ընդունում։ Հիմա դատարաններն էլ ձեր ձեռը իրավապահ համակարգը դրա համար իրենք Մեր իշխանությունը միշտ բողոքում է, որ դատարանը իր ձեռը չի, չէ՞, իշխանությունը չէ, ժողովուրդը, որ սրան ազատեց, նրան ազատեց, այսօր դուք ասում եք, բանա, դատարանը ձեր ձեռքում է։ մեջ վերում է Նիկոլ Փաշինյանի խոսքից մեր տղամի դատավոր, որի մասը չան։ Բայց արդյոք այդ խոսքը դուք հիմա չեք կտրում։ Դա այն կոնտեքստում է ասվել, որ ինքը որևէ դատավորի երբեք որևէ բան չի ասում։ Այդ է կոնտեքստից ձեր կտրած խոսքը։ Դա է, ոչ հենց այդ է։ Դուք խոսով կարծում եք, Որ- որ իշխանությունը ունի լիազորություններ խառնվել եկեղեցու։ Որ դատական իշխանությունը։ Ես ոչ խոսում եմ երկրի Իշխանության մասին։ կառավարության ղեկավարի մասին։ Եթե այն կառույցը, որը գործում է քո երկրում, դուրս է գալիս օրենքների սահմաններից, իհարկե պետք է բերել օրենքի դաշտ։ Դե նա տարբեր փաստեր եք ասում եք դատական միջամտություն, եթե դատական միջամտություն կա, արդեն ուրեմն օրենքի խախտում կա։ Մասնակցության, բայց այդ ձեր չսիրած կամ սահմանարություն, որ պատրաստում եք փոխել, հստակ նշում է, չէ՞, որ եկեղեցին եւ պետությունը համաճարակում։ Այսինքն եկեղեցին պետությունից դուրս է գործում։ Դուք ինչ եք սխալ մեկնաբանում օրենքները։ Պետությունը իրավունք չունի խախտելու եկեղեցու ներքին գործերի։ Իսկ պետությունը իրավունք ունի օրենքից դուրս գործող կառույցին բերել օրենքի դաշտ։ Իր կետերին, իր կանոնակարգին չհետևող։ Նայեք, եթե հասարակական կազմակերպությունը գրանցվում է եւ իր կանոնադրության չի հետևում, այդտեղ էլ չէ պետությունը միջամտելու հնարավորություն։ Եթե հստակ կանոնակարգով գրած է, որ կաթողիկոսը պետք է լինի կուսակրոն, բայց չի հետևել, չէ, ակնհայտ ունի զավակ եւ այլ սերունդ, թորներ, հետեւաբար ինքը արդեն խախտել է այդ նույն կանոնը, իրանց կանոնը, ներքին կանոնադրությունը։ Եվ իրանք գործում են նույն սկզբունքով կազմակերպություն են, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում։